Տնային կալանք կիրառելու միջնորդության բավարարումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց հետևյալ սահմանափակումների մասին, որ տնային կալանքի բոլոր ուրեմն սահմանափակումները պետք է կիրառվեն, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հետ հաղորդակցությունը կլինի այլ անձանց, այսինքն եզրույթը այլ անձանց, դա նշանակում է այն անձինք, որոնք ներառված չեն տվյալ որոշման մեջ եւ պրոբացիայի մասին օրենքով չեն հանդիսանում մերձավոր ազգական կամ դատանի կողմից թույլատրված անձինք, ապա սահմանափակումը նրանց հետ շփման իհարկե նույնպես ներառում է այդ որոշման տրամաբանության մեջ։ Ինչպես տեղեկացված եք, մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սեփազյանն ընտրել է Նարեկ Սեփազյանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել պատարագների անցկացման հետ կապված հնարավորությունը դատարանը տվել է, բայց եկեղեցի հաճախելու, մասնակցելու պատարագ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը, եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան եւ լիահույս եմ, որ հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցը պարզաբանված կլինի։ Իսկ մինչ այդ այսինքն դուրս գալու իրավունք եւս չունի։ Ընդհանրապես տնային կալանքի պայմանները ենթադրում են, որ ընտրվում է որոշակի շառավիղ, որոշակի տարածք եւ դրանից դուրս արդեն այն սարքը, որը որ տեղադրված է, արձագանքում է եւ ուրեմն խախտման տեղեկություն է հայտնում պրոբացիայի համապատասխան բաժնին, հետեւաբար շառավիղը այստեղ իր ուրեմն առաջնորդանի տարածքն է, իր բնակության հատվածն է հաշվի առնված, ինչը իհարկե հասկանալի է, որ ավելի նպատակահարմար է, ինչպես առողջական վիճակի հետ կապված որևէ հսկողության հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջանալ, բժշկական օգնությունը ցանկացած իրավիճակում 911-ի կանչը եւ այլն բոլորը թույլատրելի են օրենքով, այսինքն դատարանը չի դա կարգավորում, դա սահմանված է օրենքով եւ եթե Աստված մի արասցե, կամ ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ անհաղթահարելի կամ բժշկական օգնության անհրաժեշտություն կա, դա թույլատրելի է։ Էլ ովքեր կարող են Նարեկ Սեփազյանից բացի շփվել։ Հոգևորականներից ոչ մեկ էս պահին։ Բացի մերձավոր ազգականների հետ շփումը իհարկե օրենքով է նախատեսված եւ երբ որ անձինք գտնվում են տնային կալանքի տակ, կարող են իրենց մերձավոր ազգականների հետ շփվել։ Այս պահին մենք մեկ մերձավոր ազգական ունենք, դա իր եղբայրն է, իսկ Գրիգոր Աչապահյանը, որը հանդիսանում է եղբոր որդին, դատարանի թույլտվությամբ է այս պահին խնամքն իրականացնում։ Այս պահի դրությամբ առողջական վիճակը ո՞նց է գնահատվում։ Դե գիտեք, Սեփազյանը ոչ մի անգամ իր առողջությունից չի դժգոհել ու այն առողջական խնդիրները, որոնք ի հայտ եկան անազատության մեջ եւ հասցրեցին անհետաձգելի վիրահատության, նույնիսկ դրանց մասին չէր խոսում եւ հանրությունը գիտի, որ մենք տևական ժամանակ պաշտպաններով սահմանափակված ենք եղել առհասարակ իր բժշկական որևէ տեղեկանք դատարանին ներկայացնելու հնարավորությունից, հետո դե արդեն որ իր վիճակը իսկապես բարդացավ, երբ որ ուրեմն Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը, Արդարադատության նախարարության ՊՕԱԿ-ը բժշկական արդեն հետազոտությունները անցկացրեցին ու իրենք էլ արձանագրեցին, որ վիրահատություններն անհետաձգել են, տվյալ դեպքում առաջին վիրահատությունը, երկրորդը հնդածս բարդացավ եւ ի հայտ եկավ, այդպես առողջական վիճակի վերաբերյալ իհարկե Սեփազյանին ինչքան հարցնում ենք, ինքը միշտ լավ է, բայց ինչպես արդեն ժամանակը ցույց տվեց եւ իրադարձությունները նա ուներ բժշկական օգնության կարիք։ Որքան ժամանակ է։ Երրորդ հարկից այսպես ասած երկրորդ Չէ, հարկերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր ուրեմն բնակության վայրի տարածքի
Շառավղով այդ ամբողջ տարածքում ինքը իհարկե կարող է տեղաշարժվել եւ իր կենցաղային հարցերը հոգալ, ապրել, բայց հարկերով արդեն չի կարող էլի, ու նաեւ մի բան էլ կխնդրեմ մեր հանրությանը, ես գիտեմ Գյումրիի այսպես սիրաթող վերաբերմունքը մեր սրբազանի նկատմամբ ու կարող է այսպես բան լինի, գայթակղություն լինի, որ մի պահ գնա աչքները տեսնի, որ ինքը լավ, խնդրում եմ այդ գործողությունները հանկարծ չանել, դա իհարկե ի վնաս սրբազանի կմեկնաբանվի, խնդրում եմ այդ կարգը պահպանել, մինչև մենք հասնենք հնարավոր մյուս իրավական Ժամկետ կա գործողությունների։ տնային կալանքի, թե ոչ։ Ինչպես։ Ժամկետ կա որոշած տնային կալանքի։ Այս պահին նայեք, առհասարակ խափանման միջոցները ժամկետներ ունենում են, բայց քանի որ մենք գտնվում ենք դատաքննության փուլում, այս պահին խափանման միջոցի համար ժամկետ չէր սահմանվել։ Իհարկե մենք դրա վերաբերյալ էլ այսպես շատ ծանրակշիռ դիրքորոշում ներկայացրեցինք, որ եթե անձի խափանման միջոցի վերաբերյալ ժամկետային սահմանափակում չի նախատեսվում, ապա դա վերածվում է այսպես ինչ-որ պատժի կրման գործընթացի ու անորոշության է բերում, հետևաբար դրա վերաբերյալ մենք իրավական խնդիր ենք տեսնում, քանի որ հիմա գտնվում է դատաքննության պրոցեսում սրբազանի գործը եւ կալանքն էլ խափանման միջոցն էլ փոփոխվեց, ըստ էության ժամկետի սահմանափակումին ենթադրվում է, որ մինչև դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսպես, բայց իհարկե մենք նաեւ հետամուտ ենք լինելու այն ինստիտուցիոնալ խնդրին, իրավական, որ այդպես անժամկետ չի կարող անձի խափանման միջոցը կիրառվել, առավել ևս, որ կան ավելի նպաստավոր այլընտրանքային խափանման միջոցներ, ինչպիսին է վարչական հսկողությունը կամ բացակայելու արգելքը համակցված գրավի հետ, մի խոսքով դրանց մենք ընդհանրապես այսպես պրոցեսի ընթացքում կանդրադառնանք։